Հայր ջան, օրվա բարի ժամ բոլորիդ, ես իմ պարտքը համարեցի բոլորիդ ներկայացնել մի մարդու, ով մեծ ավանդ ունի հայ մշակույթի ու արվեստի մեջ ու բարեբախտաբար ի ուրախություն ու ի երջանկություն ինձ այդ մարդը հանդիսանում է Լույսի բանակի անդամ ու նույն պատրաստակամությամբ հայ ու Հայաստանի համար գործելու շարունակում է մեզ հետ քայլել դեպի առաջ։ Խոսքը Մկրտիչ Մկրտչյանի մասին է։ Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ, շնորհակալ եմ քեզ Կանա ջան։ Ժողովուրդ ջան, պարոն Մկրտչյանը ելնելով ինչ-ինչ հանգամանքներից բնակություն է հաստատել Ֆրանսիայում, բայց պարբերաբար գալիս է Հայաստան ու նույն պատրաստակամությամբ ծառայելու հային ու Հայաստանին շարունակում է իր գործունեությունը։ Մկրտիչ Մկրտչյանը այն մարդկանցից է, ովքեր չեն վախեցել ոչ մի դեպքում, ոչ մի պայմաններում ներկայացնելու հային ու Հայաստանին։ Սա այն մարդն է, ով առաջինն էր Շուշիի ազատագրումից հետո, ով իր Նարեկ երգչախմբի հետ, որի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավարն է հանդիսանում, ոտք դրեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի ու երգի միջոցով բարձրաձայնեց հայ երգը, հայ արվեստը ու ոնց որ հենց հիմքը սկիզբը դրեց Շուշիում հայ արվեստի զարգացմանը։ Հայր ջան, դա դեռ ամենը չի, Մկրտիչ Մկրտչյանը բնակվելով Ֆրանսիայում շարունակում է հայ արվեստը առաջ տանել։ Այն աստիճան, ես էլ չեմ խոսում ազգությամբ ու էությամբ հայերի մասին, ովքեր ներգրավված են Նարեկ երգչախմբում, այլև ունենք համել սևամորթ մի հայ, Իվոն Բոնիֆասի մասին է խոսքը, ինչ եմ ասում հայ, հեսա մի քանի կադր նայելուց հետո կխնդրեմ պարոն Մկրտչյանը պատմի մի հատ շատ զավեշտալի պատմություն այդ առումով։ Մի հատ նայեք Ֆրանսիայում այս մարդը ինչ է անում հայի երգը ու արվեստը ճանաչելիության ու երևի հանրահռչակման համար նույնիսկ աշխարհով մեկ ճանաչելիություն տալու համար։ Հայր ջան, սա դեռ ամենը չի, ես ինքս ինձ առաջերտին խոստացել եմ առանձին մի հատ մեծ հաղորդում նվիրել Մկրտիչ Մկրտչյանի գործունեությանը, որովհետև ես կարծում եմ, որ յուրաքանչյուր էությամբ հայ պարտավոր է ճանաչել այս մարդուն ու
շնորհակալ լինել իր ունեցած ավանդի համար հայ արվեստի Կոմիտասի անվան, Կոմիտասի ժառանգության պահպանման համար շատ հետաքրքիր մանրամասներ կան, որոնք կներկայացնենք ձեզ ու դուք դա պետք է իմանաք։ Ու մեկ էլ կխնդրեի, այդ որ ասեցի սևամորթ հայ, ինչի համար էի ասել, կխնդրեմ այդ էլ երկու բառով պատմեք, ինչ էր ասել Իվոնը։ Նախ ասեմ, որ Իվոնը ուղղակի սիրահարվեց մեր հայկական երաժշտությանը եւ մի ամբողջ ծրագիր պատրաստեցինք հայերեն եւ այնքան մաքուր ու հստակ է երգում, բացի երաժշտությունը, նաեւ արտասանությունը այնքան փայլուն է, որ հայերը երբեմն նույնիսկ մտածում են, որ սա կամ հայերի մեջ է ապրել, կամ հայկական արուն ունի ինչ-որ չափի, մի անգամ համերգից հետո մի կին մոտեցավ, մտածելով, որ վստահ գոնե մի տատը հայ պետք է եղած լինի, հարցրեց, ասում է ներողություն, դուք ում կողմից եք հայ, Իվոնը ինձ ցույց տալով ասեց, դասատուիս։ Դասոր դասատուի կողմից, հա, դե էություն ես տվել հայ, էլի, հայ էությամբ սևամորթ մեր եղբայրը։ Հիմա ոնց Իվոնին մի քանի բառ ֆրանսերեն չասեմ, հուսամ կտեսնի, չէ՞։ Անպայման։ Cher Yvon, nous sommes fiers de toi. Merci beaucoup։ Թող բոլորը իմանան, որ հայերը գնահատում են յուրաքանչյուր այլազգու, ով մեր արվեստին տալիս է գնահատական ու նույնիսկ ուղիղ մասնակցություն դրա հանրահռչակման համար։ Հայր ջան, քանի դեռ շատ կարճ ժամանակով Մկրտիչ գտնվում է հայրենիքում Հայաստանում, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի շատ կարճ ժամանակում ունենանք այն տեղեկատվական տեսաուղերձը, տեսանյութը, որտեղ ավելի մանրամասն կծանոթանաք այն անհավանական երևի թվացող ու հրաշք պատմությունների հետ, որոնցում Մկրտիչ կարելի է ասել, ես չեմ վախենա այդ բառից, էլի, թեկուզ մի փոքր, բայց կերտել է հայ արվեստի պատմություն, ով կանգնել է Կոմիտասի ժառանգության պահպանմանը, տարատեսակ բարդությունների մեջով անցնելով, բայց դիմակայելով ու շարունակելով մինչ այսօր։ Լավ մնաք, կհանդիպենք։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, կհանդիպենք անպայման։ Լավ մնաք, հայր ջան։